Այստեղ Դավիթը հետաքրքիր մի բան է գրում. Տիկին Մկրտչյան, ազգային ժողովում դուք Հայաստանի քարտեզը փակցրեցիք ներառելով Արցախը։ Իհարկե միանշանակ Արցախը մերն է, բայց դա ամենայն դեպս ծայրահեղական քայլ էր։ Դավիթ ջան, չգիտեմ ինչ նկատի ունեք ծայրահեղական, նկատի ունեք վտանգը, որ սպառնում էր Աննային այդ պահին։ Իսկապես վտանգավոր էր այդ պահին նման բան անելը։ Թե այդ ազգային ժողովը ինձ թվում է իր վայրագությամբ եւ անմակարդակությամբ կմնա վատ իմաստով կմնա պատմության մեջ, որովհետեւ երևի երբեք այդքան անհասկանալի երևույթներ չեն եղել ազգային ժողովում, ինչպես իրենց են անվանում այդ ԿՊ-ուսապարկերի տեսքով ունեցանք։ Ես մի փոքր նախապատմությունը հիշեցնեմ հարցի տրամաբանությունով պայմանավորված, նախ այդ Աղդամցի Ալենը, եթե հիշում եք, ինքը իր նախաձեռնությամբ, ավելի ճիշտ Նիկոլի SMS-ով, եկեք էլ անկեղծ ասենք, դժվար ինքը տենց կամք եւ նախաձեռնողականություն ունենա, փակցրել էր իբր թե Հայաստանի տարածքի ուրվագիծը, բայց դա ամենևին չի արտացոլում մեր հայրենիքը։ Դա արտացոլում է Ադրբեջանի տնային աշխատանքը։ Ինչքան որ այդ պայն այո, իրենց հանձնարարված էր, որ կարող էին ներկայացնել։ Հիշում եք, միասին ժեշտի կտոր էին վերցնում, դնում իրանց գրպանները ման էին գալիս, Նիկոլն էլ բոլոր իր ուսապարկերին այդ տեսքով ինչ որ նվերներ էր անում։ Ինքը որոշել էր, որ ազգային ժողովի պատին դա եւս պիտի ամրացնի։ Ես անկեղծորեն վրդովվել էի, չնայած հեռու եմ այն մտքից, որ այդ ազգային ժողովի դահլիճը որևէ կապ ունի մեր երկրի ինքնիշխանության ու պետության հետ, որտեղ դա այն ինստիտուտներից մեկն է, որը զավթվել է Նիկոլի կողմից, ու այո, երևի այդտեղ էլ պիտի ամեն ինչ հակահայկական լինի, այդ հակահայկականությունն էլ փորձում էին դրանով ամփոփեին։ Ես փակցրել եմ մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ հայ զինվորը կանգնել է հպարտ, որը մերն է եղել իրավունքով, պատմությամբ եւ ընդհանրապես Նիկոլի ստորագրություններով, լիֆտի մեջի պայմանավորվածություններով, խնդրում եմ հիշեք, ուղղակի մեզնից ինքը խլեց Ալիևի եւ Էրդողանի հետ պայմանավորվածություններով։ Ինչ վերաբերվում է, եթե վտանգը իմ անձին նկատի ունեք, ապա ոչ միայն ես, այլ նաեւ շատ տարբեր ընդդիմադիր падգամավորներ, ընդ որում անկախ սեռից, իրենք անգամ դրանում չեն խորշում, ենթարկվել են բռնության այս 8-րդ գումարման ազգային ժողովում, ելի առանց որևէ իրավական հետևանքի, այսինքն կարող են այդ ուսապարկերը հարձակվել, ծեծել, բռնության ենթարկել կին падգամավորին եւ էլի այն ձեր ասած ոչ մի միջազգային կառույց դա չի նկատի, ոչ մի դեսպանատուն դա չի նկատի, իհարկե մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի դա չի նկատի, չի մասին կարող է խոսք գնալ։ Այս պայմաններում ենք մենք այնտեղ փորձում գոյատևել։ Այդ դրա համար էլ դա շատ ռիսկային էր իսկապես։ Եվ անկախ նմանատիպ ռիսկերից դուք միևնույն է փորձում եք ինչ որ ձևով այդ պատմության շարունակությունը ավելի վատ էր։ Իրենք հանձնարարեցին, որ պետական պահպանության ծառայողը, այսինքն Հայաստանի Հանրապետության սպան, գա եւ պոկի պատռի այդ մեր հայրենիքը արտացոլող, մեր հայրենիքի ուրվագիծը, որը ես փակցրել էի ազգային ժողովում։ Ինձ համար դա ամենացավոտն էր այդ մասը, որովհետեւ ամենացավոտը ոչ թե հրաման տվողն է, որի նպատակների վերաբերյալ մենք որևէ կասկած այլևս չունենք, այդ հրամանները կատարողներն են ավելի շատ մեծ ցավ պատճառում։ Եվ դա կարող է դա վերաբերում է եւ ոստիկանությանը, դա վերաբերում է եւ այն երբեմն եկեղեցականներին, ում մենք սիրում հավատում էինք, բոլորին, դարձան կոմպրոմատի գերի ուղղակի, դատավորներին,